Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն ապրիլի 9-ն է, փորձենք կարճ հաղորդում անել, երեկոյան ավելի շատ հետաքրքիր թեմաներ վստահ եմ կունենանք, բայց հիմա էլ մի քանի շատ կարևոր հարցեր առաջացան, մի քանի կարևոր հարց, որոնք որ անպայման ուզում եմ շատ արագ քննարկենք, որպեսզի հետագայում պատկերը ավելի հեշտ հասկանալի դառնա մեր բոլորի համար։ Փաստացի տենդենց է նկատվում, որ եվրոպական մի շարք երկրներ հիմա սկսում են աջակցել Իրանին եւ Լիբանանին եւ ոչ թե Իսրայելին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ բարդում են կոնկրետ այս հրադադարի խախտման մեղքը Իսրայելի վրա եւ այդ ամենում տեսնում են մեղսակից Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Շատ հետաքրքիր զարգացումներ են, անկեղծ ասած, ես չէի սպասում, որ այս աստիճան մեծ բաժանում առաջանա եվրոպական երկրների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, բայց դա Թրամփի քաղաքականության արդյունք է, արիք անկեղծ եւ ճիշտը ասենք, սակայն նույն ժամանակ ես գրեթե համոզված եմ, որ ապագայում ամեն ինչ կկարգավորվի, հավանաբար ավելի շատ այն կկարգավորվի Թրամփից հետո, բայց միանշանակ կկարգավորվի, քանի որ Թրամփի քաղաքականությունը ես վստահ եմ, որ ամերիկացիների մոտ էլ վստահություն չի առաջացնում եւ ապագայում ոչ ոք չի հիմնվելու Թրամփի քաղաքականության վրա։ Ուրեմն, սկսենք նրանից, որ երեք Իսրայելը շատ հզոր հարվածներ հասցրեց Լիբանանին։ Ամենամեծ եւ հզոր հարվածները, որոնք որ մինչև հիմա դեռևս տեղի չէին ունեցել։ Դրանք 3 տեղի ունեցան։ Իսրայելի ձեռքերը ազատվեց Իրանից եւ իր ողջ հնարավորությամբ հարված հասցրեց Լիբանանին։ Բազմաթիվ ավերվածություններ կան եւ զոհեր։ Մոտ 300 հոգի զոհի մասին է արդեն խոսվում։ Այսինքն մեծ աղետ է տեղի ունեցել Լիբանանում։ Եվ ահա այդ ամենին արդեն արձագանք կա Իսպանիայի եւ Ֆրանսիայի կողմից բավականին կոշտ արձագանք կա։ Ես երեք նաեւ ներկայացրի Մակրոնի արձագանքը։ Հիմա խոսենք թե ինչ արձագանք է տվել այս ամենին Իսպանիայի վարչապետը եւ հետո նաեւ կանդրադառնանք Մակրոնի եւ Փեզեշկյանի հեռախոսազրույցին։ Անպայման լայքեք, սիրելի հայրենակիցներ, դա շատ կարեւոր է մեր YouTube-յան այս հաղորդման տարածման համար։ Ուրեմն սկսենք նրանից, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը շատ լուրջ ձևով քննադատել է Նետանյահուի քաղաքականությունը եւ նա հստակ գնահատականներ է տվել, որ նրան չի հետաքրքրում մարդկային կյանքերը եւ միջազգային իրավունքը եւ պետք է արդեն շատ պարզ խոսել դրա մասին։ Լիբանանը անպայման պետք է մաս կազմի հրադադարի, Իսպանիայի վարչապետը ասել է։ Միջազգային հանրությունը պետք է շատ կոշտ ձևով դատապարտի Նետանյահուի արածը, Եվրամիությունը պետք է դադարեցնի ասոցացված հարաբերությունները Իսրայելի հետ եւ այս հանցագործությունները անպատիժ չպետք է մնան։ Եվ հետո մենք արդեն տեղեկացանք, որ Իսպանիան դիմել է Եվրամիությանը, որպեսզի ասոցացման համաձայնագիրը դադարեցնի Իսրայելի հետ Եվրամիությունը։ Իրոք շատ հետաքրքիր քայլերի եւ կարեւոր քայլերի է դիմում Պեդրո Սանչեսը, Իսպանիայի վարչապետը։ Իսկ Նետանյահուն հայտարարել է, որ մենք դեռ ունենք որոշ նպատակներ, որոնց պետք է հասնենք եւ իրականացնենք դրանց կհասնենք կամ համաձայնագրի միջոցով, կամ պատերազմի վերասկսման միջոցով։ Այսինքն Նետանյահուն ասում է, որ չենք վախենում Իրանից հնչող հայտարարություններին, որ մենք կվերասկսենք պատերազմը, կպատժենք Իսրայելին, ասում են մենք դեռ ունենք նպատակներ եւ այդ նպատակները վերաբերվում են Իրանին։ Դրանից բացի, ինչպես արդեն նշեցի, Ֆրանսիայի եւ Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Մակրոնը ընդգծել է Լիբանանում մարտական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը, իսկ Փեզեշկյանը նշել է, որ Ֆրանսիայի դերը այս փուլում կարևորագույն նշանակություն ունի։ Այս միայն կարճ հաղորդագրությունից մենք հասկանում ենք, որ Ֆրանսիան համաձայն է Իրանի հետ, լավ է կոորդինացնում են իրար մեջ ամեն ինչ,
Մենք չենք տեսնում հեռախոսազրույց Մակրոնի եւ Թրամփի միջև, մենք տեսնում ենք, թե ինչպես Թրամփը փորձում է ծաղրել Մակրոնին, հիշում է նրա կնոջը, ապտակները, իսկ նույն ժամանակ մենք տեսնում ենք Ֆրանսիայի նախագահի եւ Իրանի նախագահի միջև աշխատանքի կոորդինացիա եւ հեռախոսազրույցներ։ Սա առաջին հեռախոսազրույցը չէ, ինչ պատերազմը սկսվել, երևի թվով երրորդն է, առնվազն երկրորդը 100%։ Եվ այստեղ Ֆրանսիայի դիրքորոշումը շատ հստակ է, որ Լիբանանում ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն։ Իսկ ինչ է ասում Սպիտակ տունը։ Սպիտակ տունը խոսելով այդ 10 կետերի մասին, ասում է, որ սկզբում այդ 10 կետերը անընդունելի էին, հետո դրանց մեղմացված տարբերակը առաջարկեց Իրանը եւ այդ դրան է, որ Թրամփը համաձայնվել էր։ Ոչ մի խոսք չկա այնտեղ, որ Իրանը պետք է շարունակի ուրանի հարստացումը։ Բայց իրոք շատ են։ Արաքչի հայտարարությունից մենք հասկանում ենք, որ իրենք շատ լուրջ ձևով դժգոհ են Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողություններից, ասում են, որ արդեն վստահություն չի ներշնչում ոչ մի պայմանավորվածություն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ։ Արաքչին ասում է, որ կամ այդ կետերը կպահպանվեն, ընդհանրապես պատերազմ չի լինի տարածաշրջանում, կամ Իսրայելը թե շարունակում է ռազմական գործողությունները ընդդեմ Լիբանանի, ուրեմն պատերազմը կշարունակվի։ Եվ նրա խոսքերով աշխարհը տեսնում է այդ մասսայական սպանդը, որը որ տեղի ունենում Լիբանանում, եւ հիմա արդեն գնդակը Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշտում է, տեսնենք թե նրանք կհետևեն պայմանավորվածություններին, թե չէ։ Դրանից բացի Իրանի խորհրդարանի նախագահ Գալիբաֆն է հանդես եկել հայտարարությամբ, ու նրա խոսքերով միանգամից 3 կետ է խախտվել այդ 10 կետերից։ Առաջինը Լիբանանն է։ Լիբանանում տեղի ունեցող ռազմական գործողություններն են։ Երկրորդը ըստ Գալիբաֆի դա այն է, որ 3 ամերիկյան անօթաչու սարքը փորձել էր հարված հասցնել Իրանում։ Մենք խոսում ենք, որ մեկ կղզու վրա հարձակում է տեղի ունեցել։ Եվ դրա մասին է խոսքը։ Իսկ երրորդը ասում է, որ այն 10 կետերից մեկը հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները փոխում է եւ ասում է, որ դուք ուրան չպետք է հարստացնեք։ Ահա, ասում է, այս 3 կետերի խախտումով այս հրադադարը չի կարող տեղի ունենալ, այսինքն հրադադարի պայմանները խախտվել են այդ 3 կետերով։ Եվ ահա այս ֆոնին հայտարարություններ են հնչել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը, լուրջ մարդ է J.D. Vance-ը, համեմատելու չէ Դոնալդ Թրամփի հետ, ամենայն դեպս նայել ունի հետաքրքիր ձևեր, բայց համեմատելու չէ Դոնալդ Թրամփի հետ։ Vance-ը ինչ է ասում։ Vance-ը ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև կա ինչ-որ անորոշություն, ավելի ճիշտ կլինի ասել Թյուրենբեռնում։ Իրանը այլ ձև է անցալում այդ 10 կետերը, Ամերիկայի Միացյալ Նահանգները այլ։ Եվ J.D. Vance-ի խոսքերով Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն իրականացնելու իրենց մասը այդ հրադադարի, եթե Հորմուզի նեղուցը չբացվի։ Հիշեցնեմ, որ այն 3 մի պահ բացվել էր, հետո կրկին Իրանը փակեց Հորմուզի նեղուցը, այն բանից հետո որ Նետանյահուն, չասենք Իսրայելը, միշտ ասենք Նետանյահուն, դա ավելի ճիշտ է, հարված հասցրեց Լիբանանին։ Եվ ինչպես արդեն նշեցի, Լիբանանի վրա հարձակման ընթացքում զոհվել է 254 մարդ, 1165 վիրավոր են։ Ու պատկերացրեք, Թրամփը նույնպես հայտարարությամբ հանդես եկավ J.D. Vance-ից հետո, նա էլ ասում է, որ մեր զորքերը տեղում են, մեր զորքերը պատրաստ են, եթե Իրանը չպահի այդ պայմանավորվածությունները, հիմնականում իրենց խնդիրը Հորմուզի նեղուցի հետ է կապված։ Ասում է, մենք պատրաստ ենք, մեր նավերը պատրաստ են, զինված ուժերը պատրաստ են, մենք կշարունակենք հարվածներ հասցնել Իրանին։ Այստեղից ես կարող եմ անել այն ենթադրությունը, որ շատ է փխրուն այս հրադադարը, ավելի փխրուն է, քան ի սկզբանե ենթադրվում էր։ Մենք արդեն խոսում ենք բազմաթիվ կետերի խախտման մասին։ Մի կողմից այդ 10 կետերը Ամերիկայի Միացյալ Նահանգների
որը որ Իրանը ներկայացրել է եւ որը որ հայտնի է դարձել վերջերս, իրոք հնչում է վերջնագրի նման Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ, դա կընդհանրեր Ամերիկայի Միացյալ Նահանգների պարտություն, բայց Սպիտակ տունը հիմա պարզաբանում է, որ մեծ լրիվ այլ 10 կետեր են հասել։ Իրանը ինչ որ ներկայացնում է հիմա, այդ 10 կետերը չեն։ Եվ այստեղից կարելի է ընդհանրել, որ պատերազմը կշարունակվի, վատ է, որ պատերազմը կշարունակվի, բայց գոնե թե լավը այն է, որ այդ 10 կետերը չեն ընդունում Ամերիկայի Միացյալ Նահանգները, քանի որ դա կնշանակեր Ամերիկայի Միացյալ Նահանգների կապիտուլյացիա, բայց վատը նաև այն է, որ Նետանյահուն ամեն կերպ բզբզում է, որպեսզի այս պատերազմը չավարտվի եւ հատուկ այդպիսի դաժան մեթոդների է դիմում Լիբանանում, այսինքն Իսրայելը, էլի ճիշտ ասենք, Նետանյահուն շատ վատ ծրագրեր ունի տարածաշրջանի մասով, որպեսզի ինքը մնա իշխանության, ինքը այդպիսի ծրագրեր ունի։ Մեզ մեկ բան ձեռնտու չէ, որ այդ 10 կետերը, որը որ պահանջում է Իրան Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այդ 10 կետերով ամեն ինչ ավարտվի։ Դա կնշանակի Ամերիկայի Միացյալ Նահանգների կապիտուլյացիա, Ամերիկայի Միացյալ Նահանգների պարտություն, իսկ դա կունենա շատ մեծ եւ լուրջ հետևանքներ, վատ հետևանքներ մեզ համար նույնպես ամբողջ տարածաշրջանի համար։ Հետևաբար, որ այդ 10 կետերը չընդունվեն, այս կետի վրա հրադադարը տեղի չունենա, դա մեծ ձեռնտու է, բայց մյուս կողմից Իսրայելի խաղը շատ վտանգավոր է եւ բնականաբար մեզ համար այն նույնպես ձեռնտու չէ։ Դրա համար պետք է սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Ես շատ հույս ունեմ, որ ամբողջ աշխարհը հիմա լուրջ ճնշում կսկսի գործադրել Նետանյահուի վրա, Եվրամիությունը կսկսի լուրջ միջոցներ ձեռնարկել ընդդեմ Նետանյահուի, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ մի փոքր ուշքի կգան, կհասկանան, որ այս պատերազմը իրենց պատերազմը չէր, բայց քանի որ մտան պատերազմի մեջ, ռազմական գործողությունների մեջ, ապա այդ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն պատվով, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությունը տարածաշրջանում չվտանգվի։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, վերջում կարող եմ ավելացնել, որ Թրամփի եւ Ռյուտեի միջև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպում է տեղի ունեցել, Թրամփը սկսել է բարձրաձայնել Ամերիկայի Միացյալ Նահանգների դուրս գալու հարցը ՆԱՏՕ-ից, նման քննարկումներ կան, բայց Ռուտեն փորձում է մեղմել իրավիճակը, ասելով, որ ինքը հիացած է Թրամփի առաջնորդությամբ։ Այստեղ էլ ամեն ինչ ամբողջովին պարզ չէ, պետք է հետևենք եւ հասկանանք, թե ինչ զարգացումներ կունենան նաեւ ՆԱՏՕ-ի շուրջ, բայց Թրամփը միազյա դժվար կարողանա ՆԱՏՕ-ի մասով եւս որոշումներ ընդունել։ Այս պայմանությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ աղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։